Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անել, կազմակերպել աննազանդություն գործող ապազգային վարչախմբին։ Ժամանակին Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ այս 18 թվական այս ապրիլյան հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Ես Սասունին հանդիպել եմ եւ ասել եմ, որ 18 թվականի ապրիլին որևէ հեղափոխություն չի եղել, ոչինչ չի փոխվել։ Փորձում են մեր ժողովրդին հուսալեկման հասցնել, որ մեկ էլ բան չի փոխվելու, մեկ էլ Նիկոլը մնալու է, էլ ինչի գնամ ընտրության։ Նրանք փորձում են այնպես անել, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ գնա ընտրության։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազյանի հետ։ Պարոն Բազյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Բազյան, դուք բարբերաբար հայտարարում եք, որ եթե մինչև մայիս մեզ չհաջողվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ապա վարչական ռեսուրսի եւ նաեւ արևմուտքի այսպես գործուն աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններին կվերարտադրվի։ Պարոն Բազյան, այս օրերին մենք տեսնում ենք, որ ողջ քաղաքական դաշտը նախընտրական տրամաբանության մեջ է, ստացվում է բոլորը սխալ ուղու վրա են։ Նիկոլ Փաշինյանը ես բազմիցս եմ հայտարարել եւ նորից պնդում եմ, որ եթե մինչեւ այս տարվա գարնան վերջը ընդդիմադիր ազգային քաղաքական ուժերը չհամախմբվեն, չձևավորեն գաղափարական դաշինքներ կամ մեկ ամբողջական միավորում, կամ գոնե գաղափարական 2-3 միավորում ձևավորեն, ապա Նիկոլ Փաշինյանը օգտագործելով իրենց վարչական լծակները, ֆինանսական միջոցները, պետբյուջեից թալանած ֆինանսական միջոցները, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները եւ ադրբեջանա-թուրքական արտաքին աջակցությունը ու հավաքական արևմուտքի արտաքին աջակցությունը իրենք նորից կձևավորեն մեծամասնություն եւ Հայաստանը կվերածեն, պնդում են, կվերածեն ադրբեջանա-թուրքական վիլայեթի։ Իսկ այդ բանը չպետք է թույլ տալ։ Մենք անընդհատ հայտարարում ենք, որ Հայաստանի ազգային քաղաքական ուժերը պետք է նրանց ղեկավարները մի կողմ թողնեն իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողնեն իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումները, մի մասը ռուսամետ են, մի մասը արևմտամետ, մի կողմ պետք է թողնեն ապագա պաշտոնի իրենց հավակնությունները, համախմբեն, ձևավորեն գաղափարական միավորում, քաղաքական ազգային միավորում կամ գոնե գաղափարական դաշինքներ, մի 2-3-4 դաշինքներ եւ մինչեւ գարնան վերջը պայմանավորվեն ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անեն մեր ժողովրդին ու կազմակերպեն աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հեռացումն ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար հարկ կլինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի եւ կկազմակերպի Հայաստանի ազգային ժողովի արդար օրինական ընտրություններ։ Եվ այդ ընտրություններում մեծամասնություն ստացած ընդդիմադիր ազգային քաղաքական միավորումը իր կողմից կընտրի վարչապետ, կձևավորի կառավարություն, բնականաբար մենք կընկալում ենք, որ նոր ձևավորված Հայաստանի ազգային իշխանությունները իրականացնելու են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Պարոն Բազյան, որքանով է իրատեսական համարում այս փուլում ձեր ասած շարժումը սկսել է։ Մենք իհարկե տեսնում ենք, որ այն բլոկները, որոնց մասին դուք խոսում եք ընդդիմադիր դաշտում, գոնե այս պահին երևում է, որ ձևավորվում են, բայց ձևավորվում են հենց ընտրությունների համար։ Միգուցե ավելի այսպես իրատեսական կլիներ նրանց, եթե նույնիսկ շարժում, ապա գոնե ընտրությունների հետ զուգակցված։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ԿՊ-ն խախտելով Հայաստանի օրենքներն ու սահմանադրությունը արդեն սկսել է ընտրարշավ։ Նրանք քարոզարշավ են կատարում, նրանք ցուցապաստառներ են տարբեր տեղերում փակցնում, օգտագործում են իրենց ֆինանսական միջոցները, խոստացել են ապրիլի 1-ից բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները։ Դա այն դեպքում, երբ ամիսներ առաջ Նիկոլն հայտարարում էր, որ
թոշակառուի թոշակը 10 դրամ 10,000-ով էլ 15,000-ով էլ ավելացնենք, միևնույնն է նրանք ծախսելու ձևեր գումար ծախսելու ձևը չգիտեն։ Իրենք ԿՊԱ-ականները շատ լավ գիտեն ինչպես են ծախսում գումարները։ Պետբյուջեից միլիարդավոր գումարներ են դուրս գրում եւ տարին 2 անգամ պարգևավճարներ են բաժանում իբր թե լավ աշխատանքի համար։ Իրենք իրենց դուրս են գրում միլիոնավոր դրամներ, ասենք նախարարները 7-ից 8 միլիոն, փոխնախարարները 4.5-ից 5 միլիոն, վարչության պետերը, բոլորը ԿՊԱ-ականները, բաժնի պետերը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն ստորագրում է եւ պետբյուջեից մոտ 21 միլիոն գումար դուրս է գրել ու գրպանել է, դա կազմում է մի թոշակառուի մոտ 30 տարվա թոշակը։ Այսպիսի քաղաքականություն են նրանք իրականացնում։ Դրա համար որևէ իշխանություն հավերժ չի։ Նրանք արդեն 8-րդ տարին է իշխանություն են։ 8 տարվա ընթացքում այնքան սուտ խոստումներ են տվել մեր ժողովրդին, մեր հաղթական, մեր տաղանդավոր ժողովրդին տարել են համապատրաստից պատերազմի, մատնել են պարտության եւ Արցախ ամբողջությամբ հանձնել են Թուրքին։ Բացի դրանից Հայաստանի տարածքից ավելի քան 240 կիլոմետր նորից ուրեմն հանձնել են Ադրբեջանին ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որտեղ Ադրբեջանի զինվորականները եկել նստել են կրակի տակ պայելով արևելյան մեր բոլոր բնակավայրերն ու սահմանները եւ ճանապարհները։ Պարոն Բազարյան, Նիկոլ Փաշինյանը պնդում է եւ նաեւ հարցումներ են հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ իրենք այս պահի դրությամբ ամենաբարձր վարկանիշն ունեն։ Իրատեսական եք համարում։ Ոչ, դա իրատեսական չի։ Դրանք վարձատրված ուրեմն հարցումներ են սոցիալական, իրական սոցիալական հարցումները ցույց են տվել, որ ամենամեծ ռեյտինգը, ամենամեծ վարկանիշը ունի Սամվել Կարապետյանը, հետո նոր գալիս է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան ուժին միանա այդտեղ ասենք տեխնոկրատներ են, տնտեսագետներ եւ այլն, եւ կան մեծ ֆինանսական միջոցներ, միանան նաեւ գաղափարական քաղաքական գործիչներ, Սամվել Կարապետյանի կուսակցությունը կարող է մեծամասնություն վերցնել ազգային ժողովում, Սամվելը իրավունք չունի ցուցակում լինելու, բայց այնտեղ սահմանադրական օրենք կարող են փոխել, ինքը հրաժարվում է, իր փաստաբաններն այդպես են պարզաբանել, հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից, դառնում է միայն Հայաստանի քաղաքացի եւ կարող են նրան ընտրել Հայաստանի վարչապետ։ Պարոն Բազարյան, պնդում է, որ խաղաղություն է բերել, նույնիսկ ճեպազրույցում վերջին, երբ իրեն հարց էին ուղղում, թե ում վրա է փորձում վաճառել այդ խաղաղությունը, ասաց, իսկ միթե կրակոցներ կան սահմանին, միթե ինչ որտեղ պայթյուններ են տեղի ունենում, մեր վրա հարձակում կա, այստեղ էլ է ստում։ Եթե մենք ետ գնանք տարիներ առաջ, ինչ է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, խաղաղություն էր տիրում, ընդամենը մեկ անգամ եղել էր քարորյա պատերազմ ու արագ այդ պատերազմը վերջացել էր, այսպես կոչված ռազվեդկա բոյեմ, ռուսերեն ասած, հետախուզական պատերազմ, որը 4 օրում ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին գարնանը ստահոդ խոստումներ տալով մեր ժողովրդին եկավ իշխանության, այնուհետև 19 թվականին գնաց Արցախ եւ իր ճղծղան ձայնով հայտարարեց. Արցախն Հայաստան է եւ վերջ, հնարավորություն տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ Իսկ մենք այդ պատերազմին պատրաստ չէինք։ Ադրբեջանը 20 թվականի սեպտեմբերի 27-ի լուսաբացին բոլոր կողմերից մեծ ուժեր կուտակելով հարձակվեց Արցախի վրա ու մենք 44 օրում ծանր պարտություն կրեցինք, որովհետև հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատարը իր կարգավիճակով ուրեմն գտնվում հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, ով չի ծառայել բանակում, նաև իր շատ գործընկերների եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Մենք ծանր պարտություն կրեցինք, Նիկոլն Արցախը հանձնեց Թուրքին, նույն թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան երրակողմ համաձայնագիր ստորագրեց Նիկոլը, ինքը միանձնյա որոշելով եւ ստորագրելով այդ երրակողմ համաձայնագիրը Ադրբեջանին հանձնեց ոչ միայն այն տարածքները, որ նրանք զավթել էին, այլ ամբողջ Քարվաճարի շրջանն ու Բերձորի շրջանները ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք, որը մեր զինվորներն ու ազատամարտիկները պահել էին։ Ուրեմն այդպիսի վարքագիծ դրսևորելով Նիկոլը կատարեց իշխանազանցություն եւ դավաճանություն։ Պարոն Բազարյան, եթե հիշում եք այս շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Արցախի մասին
JD Vance-ին պատմելու եւ նաեւ Արցախի մասին գիրք նվիրելու համար աշխատանքից ազատվել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը եւ նաեւ հոգեվորականների դեմ արշավի, կաթողիկոսի եւ նաեւ այլ սրբազան հայրերի դեմ արշավը բացատրելիս եւ մեկնաբանելիս Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ շեշտադրեց, որ պատարակների ժամանակ հնչում են հայտարարություններ Արցախի հետ կապված։ Ասում է, եթե վարչապետը երկրի հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումն ավարտված է, չի կարող որևէ մեկը Ղարաբաղյան շարժումը այսպես փակված չհամարել, այս էջը փակված չհամարել։ Դուք Ղարաբաղյան շարժման ակունքներում եք եղել, բազմաթիվ ընկերներ եք վստահ եմ կորցրել, ունեք, որոնց հետ ճանապարհ եք անցել, ինչ են զգում եւ մտածում մարդիկ եւ ինչու են խոսքը ձեր մասին չէ, ինչու են շատերը լռում լսելով այդ հայտարարությունը, թե Ղարաբաղյան շարժումը եւ ընդհանրապես Արցախի էջը փակ է։ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի եւ Էրդողանի բոլոր պահանջները։ Նրա պոչը Ալիևի եւ Էրդողանի ոտքի տակ է։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է մեր ազգային արժեքների դեմ։ Նա պայքարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նա պայքարում է մեր պատմության դեմ։ Նա հայտարարում է մոռացեք, որ մենք ունեցել ենք մեծ Հայաստան, մեծ Հայք, Տիգրան Մեծ եւ այլն եւ այլն։ Նա նաեւ անցյալ տարվա մեջ հայտարարեց, որ մեր պետությունը Հայաստանի ներողություն մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նիկոլը այնքան տգետ է, որ տեղակ չի, որ Օսմանյան կայսրությունը դա թուրքական պետությունն էր, որը հայերի հանդեպ իրականացրել է ցեղասպանություն եւ տիրացել է մեր հայրենիքի մեծ մասին, Արևմտյան Հայաստանին։ Իսկ ներկայիս Արևելյան Հայաստանը Արցախի եւ Նախիջևանի հետ միասին եղել է Իրանի տիրապետության ներքո։ Եվ Արցախի մելիքությունները լինելով Իրանի տիրապետության ներքո ունեցել են որոշակի ներքին ինքնավարություն ու որոշակի քանակի զորագնդեր պահելու հնարավորություն։ Նիկոլը պայքարում է հայ առաքելական կրկնում եմ Սուրբ եկեղեցու դեմ, փորձեց խափանել եպիսկոպոսած ժողովը Ավստրիայում փետրվարի կեսերին, որ պետք է տեղի ունենար, որովհետև շինծու քրեական ուրեմն գործեր հորինեցին ու կալանավորեցին մի շարք հոգևորականների, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, այդ թվում քրեական գործ հարուցեց նաև վեհափառի դեմ ու վեհափառը չկարողացավ մասնակցել եպիսկոպոսած այդ ժողովին։ Ուրեմն այդպիսի պայքար մղելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ես հավատացյալ չեմ, բայց ես հարգում եմ մեր եկեղեցու ավանդույթները, սովորույթները եւ գնահատում եմ եկեղեցու գործունեությունը հատկապես Սփյուռքում հայապահպանության գործունեության մեջ։ Ես ժամանակին սովորել եմ ասպիրանտուրա Մոսկվայում, ամեն կիրակի գնում էի հայկական եկեղեցի, այնտեղ իմ ազգակիցներին հանդիպելու համար։ Եվ դրսում էլ մեր ժողովուրդը եկեղեցու շուրջն է համախմբում։ Նա պայքարում է այդ համախմբման դեմ։ Եվ նա գնաց ուրեմն եվրոպական խորհրդում ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ Հայաստանի եկեղեցականները փորձում են հեղաշրջում կատարել։ Եվ նրանք ռուսական գործակալներ են։ Ինքն է գործակալ, Ադրբեջանի եւ Թուրքիայի գործակալն է Նիկոլը, Արևմուտքի գործակալն է Հայաստանի վրա։ Եթե նա մնաց իշխանության եւ երկարաձգեց իր իշխանությունը, Հայաստանը կդառնա նորից եմ կրկնում ադրբեջանա-թուրքական վիլայեթ։ Ինչպես է գնահատում Սասուն Միքայելյանի հայտարարություններն այն մասին, որ մեր բանակն պետք է լինի ոչ թե մարտունակ, իհարկե դրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, բայց պատերազմի բովով անցած մարդը կրկնում է, ասում է ոչ թե մարտունակ պետք է լինի, այլ պաշտպանունակ։ Սասուն Միքայելյանը քալել է Նիկոլ Փաշինյանի հետ 18 թվականին ուսապարկ որպես եւ դրա շնորհիվ դարձել է Երկրապահ կամավորականների միության նախագահ։ Ես շատ եմ ափսոսում, ցավում եմ, որ իմ մարտական ընկերը ժամանակին մենք միասին տարբեր սահմաններում եղել ենք, տարբեր միջոցառումների մեջ ենք եղել, որպես Երկրապահ կամավորականների վարչության անդամներ, ես եղել եմ փոխնախագահ, նախագահը Վազգեն Սարգսյանն էր, ուրեմն համագործակցել ենք։ Ինձ համար շատ ցավալի է, որ նա այդպիսի վարքագիծ է դրսևորում եւ կրկնում է բոլոր այն թեզերը, ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ու ժամանակին Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ այս 18 թվական այս ապրիլյան հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Ես Սասունին հանդիպել եմ եւ ասել եմ, որ 18 թվականի ապրիլին որևէ հեղափոխություն չի եղել, ոչինչ չի փոխվել։
Հասարակական իրավակարգը չի փոխվել, նույն թալաններն են, նույն ապօրինություններն են, նույն ճնշումներն են դատարանների վրա, ապօրինաբար կալանավորումներն են եւ Նիկոլը իրեն արդեն բռնապետի պես է պահում։ Նա բոլոր հնարավորությունները այսօրվա մեր սահմանադրությամբ տրված են Նիկոլին։ Նա է նշանակում գլխավոր շտաբի պետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարներին, արտգործնախարարին, ներքին գործերի նախարարին, գլխավոր դատախազին, մի խոսքով բոլոր այդ կառույցները նա է ուրեմն նշանակում ղեկավարներին, ում քմահաճաբար ուզում հանում է, ուզում նշանակում է եւ բարձր աշխատավարձեր են, ուրեմն աշխատավարձերը դրանց բարձրացրել են բարձրաստիճան պաշտոնյաների ու տարին մի քանի անգամ տալիս են նրանց պարգևավճարներ, որպեսզի հնազանդորեն ծառայեն գործող իշխանություններին։ Նիկոլը կազմաքանդել է մեր բանակը, վաստակաշատ զինվորների վրա եւ ազատամարտիկների վրա հանձնարարել է հարուցել շինծ ու քրեական գործեր ու տանել նրանց կալանավորել։ Բացի դրանից նա հանձնարարել է կալանավորել ընդդիմադիր մի շարք գործիչների եւ հոգեվորականների, ուրեմն բերթերում էլ տեղ չկա, անընդհատ դատական պրոցեսներ են Հայաստանում։ Ժամանակին նա հայտարարեց, որ կառավարությունը ես եմ, եթե կառավարության որևէ անդամ համաձայն չի իմ արտահայտած տեսակետներին, թող դիմում գրի դուրս գա։ Բացի դրանից նա հայտարարեց, Հայաստանում կարող է լինել դատավոր, որ իմ ասածը չանի։ Բացի դրանից նա հայտարարեց նաև, խելոք մնացեք, թե չէ ձեզ կտանեմ կլսեմ KGB-ի պատվալը։ Դու ով ես, որ տանես լսես KGB-ի պատվալը, ինչ իրավունքով։ Պարոն Բազարյան, ձեզ որևէ բան պատասխանել է Միքայելյանը։ Սասուն Միքայելյանը որևէ բան չի պատասխանել, ուրեմն ամիսներ առաջ հոկտեմբերի 27-ին էր, որքան հիշում եմ, մենք հեռաբլուրում էինք հարգելու Վազգեն Սարգսյանի հիշատակը, Սասունը մոտեցավ, փորձեց ինչ-որ բացատրություններ բան եւ այլ, լրագրողները կամերաները դրեցին, ես ասի հեռու մնա այդ տղա ինձանից, ես չեմ ուզում քո կողքին նկարվել։ Իր այդ որևէ շփում եւ առնչություն չունեմ, բայց Երկրապահ կամավորականների միության շատ անդամներ մեր հետ են, շարքային անդամները։ Իսկ վարչությունը, վարչության նախագահն է Սասուն Միքայելյանը, վարչության անդամ է նաև Անդրանիկ Քոչարյանը, որևէ կապ չի ունեցել ազատամարտի եւ ընդհանրապես Երկրապահ կամավորականների միության ձևավորման հետ։ Նա ընդհանրապես չինովնիկ է եղել, գցնել է մարդկանց, դարձել է ներքին գործերի փոխնախարար, պաշտպանության փոխնախարար, Շիրակում կառավարության լիազոր ներկայացուցիչ ու այդպես շարունակ այժմ էլ հանդիսանում է ազգային ժողովի ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Երբ ասում եք, որ շարքային անդամները ձեզ հետ են, իսկ վարչությունը ոչ, այստեղ երբ եղբայրություն եւ տարաձայնություններ կան։ Երկրապահ կամավորականները, ազատամարտիկները, ովքեր նյութապաշտ են, այսօր կամավորականների միությունում են, ովքեր հայրենապաշտ ու գաղափարապաշտ են, նրանք մեր հետ են։ Ժամանակին Նժդեհն ասել է. բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ մեր ժողովրդի մեջ գերակշռել են նյութապաշտները, մենք պարտություններ ենք կրել։ Իսկ բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ մեր ժողովրդի մեջ մոտ գերակշռել են գաղափարապաշտներն ու ուրեմն եւ հայրենապաշտները, մենք հաղթանակներ ենք տարել։ Այժմ նյութապաշտների ժամանակահատված է ցավոք սրտի։ Որևէ իշխանություն հավերժ չէ։ Նիկոլ Փաշինյանն արդեն շուրջ 8 տարի իշխանության է եւ այդ 8 տարվա ընթացքում այնքան վնաս է տվել մեր պետությանը, մեր ժողովրդին, որը հաշվարկել հնարավոր չէ։ Նիկոլը գնալու է եւ դասվելու հայ բոլոր դավաճանների կողքին, Մելիք Ֆրանգյուլ, Մերուժան Արծրունի ու մի շարք դավաճաններ, ովքեր որ եղել են։ Ինքը հայրենիքի դավաճան է։ Ես դա հայտարարում եմ եւ անձնապես, եւ պաշտոնապես, եւ պատասխանատու եմ իմ բոլոր հայտարարությունների համար։ Պարոն Բազարյան, կուզեմ նաեւ ձեր եւս մեկ վաղեմի, եթե թույլ տաք ասել, ընկերներից կամ գոնե գործընկերներից մեկից հարցնել, Վաղարշակ Հարությունյանը մտադիր է, դուք նրա հետ Հանրապետություն կուսակցության հիմնադիրներից եք եղել եւ այժմ Վաղարշակ Հարությունյանը, ով պաշտպանության նախարար է եւ ում ստորագրությամբ հանձնվել է Գորիսկապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Շուռնուխում, դեպքերի հիշում ենք նրա օրոքեր եւ նրա ժամանակ, այժմ Վաղարշակ Հարությունյանը որոշում է կայացրել մասնակցելու ընտրություններին եւ ասում է, որ Հայաստանի արչեւ ծառացած գլխավոր խնդիրը ժողովրդի պառակտվածությունն է։
Նախ ինչպես է գնահատում այս քայլը, որոշել է քաղաքականություն մտնել կամ վերադառնալ, չգիտեմ, սա որն է ճիշտ օգտագործել, ապա նաև արդյոք մեր խնդիրը իրապես էլ երկփեղկվածությունն ու տարանջատումն է ժողովրդի։ Ես չէ զնա որևէ անձի վրա կենտրոնանալ, բայց եթե դուք հարցադրում եք արել, ես այո, Վաղարշակ Հարությունյանի հետ եւ Արամ Սարգսյանի հետ մի քանի տարի համագործակցել եմ, մենք միասին հիմնադրել ենք Հանրապետություն կուսակցությունը, կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը ես եմ գրել եւ ինձ հետ միասին բազմաթիվ ազատամարտիկներ անդամագրվել են այդ կուսակցությանը, Հանրապետություն կուսակցությանը, բայց ժամանակի ընթացքում առաջացավ ճեղքում, տարանջատում։ Վաղարշակ Հարությունյանը հանդես էր գալիս խիստ ռուսամոտ, կարելի ասել ռուսամոտ դիրքերից, Արամ Սարգսյանը հակառակը խիստ արևմտամետ եւ հակառուս։ Ես մեջտեղում էի։ Իմ համար ասենք, ընդունելի է բոլոր այն ուրեմն երկրները, որոնց շահերը մեր պետության, մեր ժողովրդի հետ համընկնում են։ Արևմուտքի շահերը մեր ժողովրդի, մեր պետության հետ չեն համընկնում, որովհետեւ Ադրբեջանի դաշնակիցները մեր տարածաշրջանում իրենց ցեղակիցներ Թուրքիան է, որը ունի ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի թվականակով, Իսրայելն է, որոնք երկուսն էլ 44 օրյա պատերազմի ընթացքում ամեն ինչով օգնում էին Ադրբեջանին հայկական զինված ուժերին հաղթելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, Վաղարշակ Հարությունյանի հետ մի քանի տարի մենք համագործակցել ենք, բայց հետագայում տարանջատվել ենք։ Ինքը Նիկոլի մոտ աշխատել է որպես ռազմական խորհրդատու, ինքը երազում էր, որ դառնալ նորից պաշտպանության նախարար, բայց չի նշանակվել պաշտպանության նախարար, մի կարճ ժամանակ եղել է, մի քանի ամիս, ու դիրքեր է հանձնել, Սյունիքում դիրքեր է հանձնել ադրբեջանցիներին։ Նրա մասին ես բացարձակապես ցանկություն չունեմ ոչ խոսելու, ոչ էլ նրա հետ որևէ առնչություն ունեմ, արդեն մի 2007 թվականից նրա հետ ես ոչ մի առնչություն չունեմ, մոտավորապես 19 տարի է, մոտ 20 տարի ես նրա հետ որևէ շփում եւ առնչություն չունեմ։ Ինձ համար ինքը անընդունելի փոքրիկ անձնավորություն է, որի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել։ Ուզում եմ մասնակցի, ուզում եմ չմասնակցի, քաղաքականության մեջ կլինի, մեջ չի լինի, ես նրա հակառակորդն եմ, ես նրա մրցակիցն եմ։ Ուզում եմ հասկանալ, պարոն Բազարյան, ձեր գնահատմամբ արդյոք իսկապես էլ այսօր Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը այդ միասնականության պակասն է։ Ի վերջո, ում շուրջ պետք է համախմբվել եւ ինչի համար է պետք է համախմբվել։ Ուրեմն արհեստական հարցադրում է ում շուրջ, անձի շուրջ չեն համախմբվում, համախմբվում են գաղափարի շուրջ։ Իսկ գաղափարը հետեւյալն է. պետք է հզորացնել Հայաստանի Հանրապետության ազգային բանակը։ Մեր պետության ու մեր ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը դա բանակն է։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ես արդեն բազմիցս եմ հայտարարել, որ Նիկոլը ոստիկանների քանակը կրկնապատկել է, ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, որպեսզի ծառայեն իրեն։ Նիկոլը կազմաքանդել է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության քննիչներին է հանձնարարվում շինծու քրեական գործեր հարուցել ընդդիմադիր գործիչների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, հոգևորականների հանդեպ եւ ապօրինաբար նրանց տանել կալանավորել։ Այդպիսի մի իրավիճակ է ներկայումս տիրում մեր հանրապետությունում եւ նորից եմ շեշտում, մեր ժողովրդին չպետք է ուսալքման հասցնել։ Նրանք փորձում են մեր ժողովրդին ուսալքման հասցնել, որ մեկ էլ բան չի փոխվելու, մեկ էլ Նիկոլը մնալու է, էլ ինչի գնամ ընտրության։ Նրանք փորձում են այնպես անել, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ գնա ընտրության, բայց մենք քարոզելու ենք, կոչ ենք անելու, որ բոլորը, ովքեր որ ընտրական իրավունք ունեն, բոլորը գնան ընտրության եւ իրենց խղճի մտոք ընտրություն կատարեն այս կամ այն քաղաքական ուժի հաշվին։ Բնականաբար մենք քարոզելու ենք, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնեցված պայքարեն մեկ քաղաքական ուժի դեմ։ Դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի դեմ պետք է բոլորը պայքարեն։ Իրար չպետք է քննադատեն, հարվածեն ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ միմյանցից, ասենք, տոկոսներ փախցնեն, այլ պետք է բոլորը միահամուռ, եթե անգամ համընդհանուր միավորում չեղավ, բոլորը միահամուռ քննադատեն գործող իշխանություններին եւ պայքարեն այդ իշխանությունների ու նրանց կեղծարարների դեմ։ Հնարավոր է, որ նրանք փորձեն, ասենք, ինչ-որ ձևով խոչընդոտներ հարուցել իրենց համար վտանգավոր քաղաքական ուժերին, որպեսզի նրանք իրավունք չունենան մասնակցելու ընտրություններին, բայց բնականաբար
Այդ հարցերի վերաբերյալ պետք է լինի ժողովրդական հզոր ճնշում իշխանության այդպիսի մարմինների վրա։ Ես ասացի նաև, որ մինչ այդ մենք փորձելու ենք մինչև մայիսի վերջը ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անել, կազմակերպել աննազանդություն գործող ապազգային վարչախմբին։ Շնորհակալ եմ, պարոն Բազարյան։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ամենայն բարիք ձեզ։ Հիշեցնեմ զրուցում էի Ալբերտ Բազարյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։